Այսօր կխոսենք ամենատարածված վախերի մասին կապված Clostridial ինֆեկցիայի հետ։ Ողջույն, Դոկտոր Ծրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Ով չգիտի դրա մասին, ասեմ, որ Clostridial ինֆեկցիա է, որը ապրում է աղիքում եւ հակաբիոտիկների կիրառումից եւ նրա մրցակիցների ոչնչացումից հետո դառնում է ագրեսիվ եւ բազմանում։ Clostridial ինֆեկցիան առաջացնում է աղու լորձաթաղանթի վնասում եւ հաճախակի ջրիկ կղանք։ Clostridial ինֆեկցիան բուժում են հատուկ հակաբակտերիալ միջոցներով։ Մարդկանց վախերը հետեւյալն են կապված Clostridial ինֆեկցիայի հետ։ Առաջինը, որ ինֆեկցիան գլուխ կբարձրացնի դեղորայքը հանելուց հետո։ Այո, ինֆեկցիայի ռեցիդիվներ կարող են դիտվել դեղորայքը վերջացնելուց հետո, սակայն դա լինում է 5-ից 1-ի մոտ։ Ինֆեկցիայի ռեցիդիվ համարվում է նրա կրկնում է առաջին էպիզոդից 3 ամսվա ընթացքում։ Բացի դա, լուծ կարող է դիտվել նաև այլ պատճառներով եւ ամեն անգամ փորլուծությունը վերագրել Clostridial ինֆեկցիային պետք չէ։ Մյուս վախը կապված այս ինֆեկցիայի հետ այն է, որ պացիենտին թվում է, որ մեկ անգամ Clostridial ինֆեկցիա ունենալուց հետո այն ամեն անգամ կարող է կրկնվել հակաբիոտիկ կիրառելիս։ Առհասարակ Clostridial ինֆեկցիան հազվադեպ հանդիպող երևույթ է եւ առավել շատ հանդիպում է թույլ իմուն համակարգ ունեցող մարդկանց մոտ։ Դրանք տարեց մարդիկ են, հղիները, առաջնային իմունոդեֆիցիտով հիվանդները, միավարակակիրները, քիմիոթերապիա, իմունոսուպրեսորներ, բիոլոգիական պրեպարատներ ընդունողները։ Եթե այս շարքում դուք ձեզ չգտաք, ապա ամեն անգամ հակաբիոտիկ կիրառելիս դիարեայի առաջացման ռիսկն այնպիսին է, ինչպես մնացած առողջ մարդկանց մոտ։ Մյուս մտահոգությունը կապված Clostridial ինֆեկցիայի հետ այն է, երբ դեղորայքը ընդունելուց ախտանիշները վերացել են, դուք ավելի լավ եք ձեզ զգում, բայց կղանքով տոքսինները դեռևս դրական են։ Իհարկե պետք չէ կրկնել անալիզը տոքսինների վերաբերյալ։ Այն մասին թե օգնել է բուժումը, թե ոչ, մենք դատում ենք միայն ախտանիշների վերացումով։ Հիշեք, որ տոքսինները կարող են դրական լինել նույնիսկ բուժումից մի քանի շաբաթ անց։ Այդ պատճառով պետք չէ կրկնակի ստուգել դրանք։ Մյուս մտահոգությունը այն է կապված այս ինֆեկցիայի հետ, որ բուժման վերացումից եւ փորլուծության դադարից հետո դեռևս որոշ ժամանակ դիտվում են գազեր, փքվածություն, որովայնում ցավեր, կղանքում լորձ եւ այլն։ Ցանկացած ինֆեկցիայից հետո 10% մարդկանց մոտ դեռևս կարող է պահպանվել աղու լորձաթաղանթի բարձր զգայունությունը։ Սա ժամանակավոր երևույթ է եւ կոչվում է հետինֆեկցիոն գրգռված աղու համախտանիշ։ Եվս մեկ նկատառում կապված Clostridial ինֆեկցիայի հետ, որ Clostridial տոքսինների տեստավորում, ստուգում պետք է իրականացնել միայն ջրիկ կղանքի պարագայում։ Եթե ձեզ մոտ առկա է փորկապություն, պինդ կղանք, փքվածություն, գազեր, ապա Clostridial ինֆեկցիայի տոքսիններ ստուգել հարկավոր չէ։ Առողջ եղեք եւ իրազեկված։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Չմոռանաք բաժանորդագրվել Դոկտոր Ծրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։